Իսկ դուք հավատում եք, որ իրանք թշնամանք ունեն։ Իհարկե իրանք համագործակցել են եւ ուրեմն 98 թվականին, հետո 99 թվականին նրանց համագործակցության արդյունքում Հայաստանի քաղաքական դաշտը դարձավ միատարր հոկտեմբերի 27-ից հետո, նրանց համագործակցությունը շատ ամուր է այս առումով եւ վաղեմության բավականին երկար ժամկետ ունի եւ նրանք շարունակելու են համագործակցել այս դաշտում։ Նրանք պարբերաբար օրինակ մեկը մյուսին մեղադրում է հենց Նիկոլ Փաշինյանի կամ քաղաքացիական պայմանագրին աջակցելու մեջ։ Օրինակ նույն Քոչարյանը կրկին ասաց, որ 2018 թվականին շատ հեշտությամբ հանձնվել է իշխանությունը այն դեպքում, երբ ինքը Սարգսյանին զանգել է եւ զգուշացրել է, որ իրավիճակը կոնտրոլից դուրս է գալիս։ Անգամ ակնարկեց, որ եթե 2008 թվականին նոր իրավիճակը ստեղծվեր, ինքը մի քիչ երկար կմտածեր Սերժ Սարգսյանի առաջադրվելու իմաստով։ Ինչպես կմեկնաբանեք, օրինակ դուք ասում եք իրենց մեջ հակասություններ չկա, մեղադրանքներ չկա կամ միմյանց հետ համագործակցեք, ես այդ կարճ ասեմ, մի հավատացեք նրանց բեմադրած այդ խնդիրներին, հա, որ իրար մեղադրում են, իրար ինչ որ բաներ, նամյոկներով են խոսում իրար հետ, իրար կծմծում են, մեկը մարտի 1-ի համար է մեղադրում մյուսին, մյուսը, չգիտեմ, Թարանի համար է մեղադրում, ուզում եմ ասել, պարոնայք, երկուսդ էլ ճիշտ եք եւ մի կռվեք։